Սահմանամերձ Չորաթան գյուղը դատարկվում է, տարեցներն են մնացել, որոնց առօրյան սկսվում ու ավարտվում է այս հավաքատեղիից։ Գալիս եմ ներդի տալի, կարտի տալի, մի վախում գնում պարկում։ Միշա Ուդումյանը ապրում է կնոջ հետ։ Այդ մի կնիկն ունեմ, ցավոտ տանը։ Որդին բնակություն է հաստատել Ռուսաստանում։ Իր աշխատանքն ունի, 3 երեխա ունի, ընտանիք ունի, տուն ունի, դաչա ունի, նա չի կարա այստեղ։ Եկավ, անցյալ տարի եկավ, ասեց պապա, ռեմոնտ անենք տունը, ասեց Արման ջան, դու գալու ես ստեղ մնաս, թե չէ, ասեց բաում համար եմ ռեմոնտ անեմ, ես այսօր կամ վաղը չկա։ Թեպետ գյուղում աշխատատեղեր չկան, բայց լինելու դեպքում էլ տարիքն այլևս չի ներում աշխատելու։ Աշխատել եմ թոշակի եմ ախպեր, մենակ թոշակն են ճիշտ տալի, թոշակը շատ տան, ինձ հերիք խանի, այդքան տանը։ 80-ամյա Անուշավան Քալանթարյանն ասում է գյուղը փոքր է, բայց ամուր, չեն պատրաստվում հերթական կրակահերթերից հետո հեռանալ։ Փոտոլիկն ալդեմ, մոր հողը չենք բրախանում անք, մոր հողը չենք բրախում, դուրը քնում անք, թուրք օկյամը հողը վիրակ կաղն է, չենք թողել։ Գյուղի երեխաների ցանկությունը խաղահրապարակ ունենալն է, քաղաքի երեխաների ունեցածի մասին միշտ են երազում ու համեմատություններ անում։ Դենդեղ զարգացած դες բաներ չկա, ընդե հեծանիվ ունեն, ստեղ չունենք, կամպյուտեր։ Սահմանամերձ Չորաթանում խնդիրները շատ են, դրանք լուծելու միջոցներ չկան։